Երրորդը, որ անհանգստանում եմ, ինչ կմտածի այն մարդը, ով որ աշխատել է, բայց աղքատ է եղել, ու իրան ասում են, դե գիտես, տնտեսական աճ է եղել, հետո կենտրոնացում, սենց, հետո գլոբալիզացիա, հետո ինչ-որ սենց շուտ տերմիններ եւ այլն, ու այդ փողը պատահականությամբ սենց լրիվ կուտակվել է որոշ երանելի ձեռքը, որոնք չգիտես խի պատահականորեն փոխկապակցված են եղել իշխանության եւ նրանց ներկայացուցիչների հետ։ Օրինակ, ինչ կմտածի այն ուսանողը, որը պատրաստվում է լրագրող դառնա, ու տեսնում է, որ նախկին երբեմնի տենց նախագահի աթոռը զբաղեցրած անձը նախընտրում է իր փոդքասթը անցկացնել, այն միմա, չգիտեմ, ինչ էր դրանց ալիքը կոչվում, հայհոյախոս, սպառնալիքներ հնչեցնող ինչ-որ բլոգերների հետ։ Օրինակ լրագրողները հետ մտածել են, ինչի համար են օրինակ իրանք ընտրվել էլի որպես բան։ Ինչ կմտածի 30 տարի պատերազմում եղած հանրությունը, եթե նրան ասում են, որ այդ 29,000 եւ ալնից դուրս, եթե դու չունես կոնֆլիկտ, ուրեմն դու տարածաշրջանում հետաքրքրություն չես ներկայացնում։ Ինչ այլ պետության ներկայացմամբ 29,000 եւ ալնն էլ է էլի վերաբերում։ Կարող է հայրմերն էլ էր ժամանակին տենց ասում, հայրմեր եւ ալն վերջմել ամեն, ասենք։ Էս է էլի ձեր վերաբերմունքը պետությանը եւ ընդհանրապես այն ինքնությանը, որ դուք սիրում եք պնդել։